Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցությունը զգացվում է նաև Հարավային Կովկասում, որտեղ խաչվում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերը։ Այս ֆոնին Ադրբեջանը շարունակում է կոշտացնել իր հռետորաբանությունը։ Ադրբեջանը ավելի լայն հնարավորություններ ունի եւ ռեսուրսները հաշվի առնելով եւ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը եւ հաշվի առնելով որ տարածաշրջանում ունի ավագ եղբայր, դրա համար էլ իրենք փորձելու են ավելի շատ մանևրել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, փորձել դառնալ կապող օղակ Եվրոպայի եւ Ասիայի միջև, այդ թվում երիշխանություն հաստատելով ամբողջ Հարավային Կովկասում։ Ինչ վերաբերում է Ամերիկա իրանական նոր սկսված բախման ապադակարճաժամկետ բախումը եւ պատերազմը չի ընդլայնվելու։ Իրանը իր հերթին հասկանում է, որ Միացյալ Նահանգները եւ նրա նախագահն ընկել են իր ուղղակը, դրա համար ինքը չի պատրաստվում զիջումների գնալու եւ պատրաստվում է մաքսիմալ ուրեմն օգուտ ունենալ այս Տրամպի համար, որ ցանկալի իրավիճակից։ Դրա համար ինքը անդադ հարվածում է, ռմբակոծում է ամերիկյան բազաներին։ Ալիևը վերջին ելույթներում կրկին խիստ քննադատել է խորհրդային անցյալը, այն բնութագրելով որպես Ադրբեջանի զարգացմանը խոչընդոտած շրջան։ Հեյդարի որդու ձևակերպմամբ խորհրդային համակարգի պայմաններում երկիրը զրկված էր լիարժեք ինքնիշխանությունից։ Այդ հայտարարություններն ըստ փորձագետների դիտարկվում են նաև որպես Բաքվի շարունակական հեռացում Մոսկվայի ավանդական ազդեցության գոտուց։ Ադրբեջանում հասկանում են, որ որպես պետություն նրանք մեծապես պարտական են հենց Ռուսաստանին, որովհետև դա մեծաշող խորհրդային կայսրության օրինաց պետությունն է։ Այլ հարց է, որ քանի որ Ադրբեջանը բավականին կարևոր դեր է ստանձնել Ռուսաստանի այդ ստվերային արտահանումների համար որպես կապող օղակ, հիմա Ադրբեջանը այդպիսի կոշտ հայտարարություններով փորձում է հնարավորինս ավելի թանկ վճարել իր այդ ծառայությունները Ռուսաստանին։ Ըստ քաղաքագետների, եթե Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղեգիծը բավականին հստակ է, Թուրքիայի հետ ռազմավարական դաշինք, սերտ համագործակցություն Իսրայելի հետ եւ հարաբերությունների զարգացում Արևմուտքի հետ, ապա Հայաստանի դեպքում պատկերը շատ ավելի բարդ է։ Հայաստանն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական բարդ հանգույցում։ Մի կողմից Իրանը Հայաստանի միակ հարավային սահմանակից պետությունն է, որի հետ պահպանվում են տնտեսական եւ տրանսպորտային կենսական կապերը, մյուս կողմից վերջին տարիներին Երևանը հետևողականորեն ընդլայնում է համագործակցությունը Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ, հատկապես պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում։ Վերջին շրջանում պաշտոնական Երևանը բաց խոսում է անվտանգության եւ ռազմական մատակարարումների դիվերսիֆիկացման մասին։ Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունը ցավոք կախված է հենց թուրք-ադրբեջանական այդ տանդեմի բարեհաճությունից։ Կլինի այդ բարեհաճությունը մենք կարողանանք հնարավորինս պակաս կորուստներով փոխել մեր արտաքին քաղաքական վեկտորը, չէ, հետևանքները կարող են շատ ավելի ցավոտ լինել։ Հայաստանը փորձում է իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Այն չի ցանկանում կորցնել Իրանի հետ հարաբերությունները, սակայն միաժամանակ փորձում է նվազեցնել անվտանգային կախվածությունը Ռուսաստանից, զարգացնելով կապերը Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի հետ։ Տեղական եւ միջազգային վերլուծական կենտրոնների գնահատմամբ Հայաստանի վարքագիծը կարելի է բնութագրել որպես զգուշավոր չեզոքություն։ Սակայն ամենամեծ հարցը Հայաստանը վերջնականապես հեռանում է Ռուսաստանից։ Կարծում եմ, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք, անգամ կարծում եմ, որ մենք անդառնալիության կետը արդեն անցել ենք եւ անգամ եթե հիմա իշխանությունները փորձեն վերադառնալ ինչ-որ բաց շտկել, Հայաստանը դրա համար չափազանց թանկ գին ստիպված կլինի վճարել։ Հայաստանը այստեղ մի անելիք ունի, պիտի բոլոր խաղադրույքները չկատարի մի ուղղությամբ, որովհետեւ հակառակ դեպքում տանուլ դեպքում մենք կարող ենք շատ լուրջ իսկապես ծանր վտանգների առջև հայտնվել։ Եվրոմիությունը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի վատություն անելու համար։ Նա չի գնում դեպի արևմուտք։ Հայաստանը փորձում է պահպանել բազմավեկտոր ուղեգիծը, միաժամանակ խորացնելով կապերը արևմուտքի հետ եւ չխզելով հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Որքան կենսունակ կլինի այս հավասարակշռությունը, ըստ վերլուծաբանների, դա մեծապես կախված կլինի ոչ միայն Երևանի որոշումներից, այլև թե ինչ ուղղությամբ կզարգանան Իրանի շուրջ իրադարձություններն ու տարածաշրջանային մրցակցությունը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։